Մեր փրկին Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ սիրելիներ եւ Աստծո փառք, որ այս առիթը մեզի շնորհեց, փառք իր խոսքին համար, որ մեր ցերկերու մեջ ունենք, այս խոսքը իր մեջ զորություն ունի, հավատացյալները նորոգելու, փոխելու, մեղավոր մարդուն մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած վիճակեն գենթանացնելու եւ նաեւ ողջամիտ վարդապետության մեջ մեր հավատքը հաստատելու փառք ուտանք իր խոսքին համար մաքուր անխարթախ գաթի նման ցուցած է արաքյալը աստվածաշունչը այնպես որ մենք ամենադեն երբ կփանանք կգարտանք մեր անոթի հոգիները կսնուցանենք եւ մեր միտքը առողջ ողջամիտ վարդապետության մեջ շինելով մեր հավատքը կհաստատենք Աստծո շնորհքով այսօր պիտի շարունակենք առաջին Կորինթացոց սերտողությունը 14-րդ գլուխեն սկսելով այս նամակը մանավանդ այս առաջին Կորինթացոց նամակը շատ աստվածաբաններ ասած են եթե միայն այս նամակը մեր ցերկը ըլլար բավարար պիտի ըլլար որ մեր հավատքը առողջ հիմերու վրա շինենք եւ ապրենք այն կյանքը որուն համար կանչվեցանք այս նամակի մեջ ամեն տեսակ նյութերու շուրջ կխոսվի եկեղեցի մասին հոն կորձող աստուծո ծառաներու մասին բարգևներու մասին հարության մասին եւ շատ նյութեր այնպես որ եկեք բահմը մորնանք դուրսի աշխարհը եւ գետրոնանանք աստուծո խոսքին վրա ուրեմն առաջին Կորինթացիս 14-րդ գլուխեն պիտի սկսենք մեր սերտողությունը Արաքյալը 11-րդ գլուխին 17-ին 22-րդ համարներու մեջ խիստ խոսքերով արտահայտվեցավ եւ ըսավ ծեր ժողվիլը քեշ արդյունք գունենա նաեւ պատվիրեց որ գլուխը ածիլված գիները ծածկեն իրենց գլուխները 13-րդ գլուխի մեջ կհիշեցնե գրադուներուն մեջ ճաշտամունքի ընթացքին թիվային աստեցության դակ իրենց ըսած խոսքերը եւ թե ոմանք սկսան նույն հոգիով եկեղեցի մեջ ճաշտամունքի ընթացքին Հիսուսը նզովել ինչ որ գնային գրադուներու մեջ ոմանք սկսան եկեղեցի մեջ նույնը անել Արաքյալը գահասկցնե որ Աստված ոմանց բարգևներ գուտա ինչպես ինք գգամենա եւ օրինակ կբերե մարմինի մեջ եղող զանազան անդամները իսկ 13-րդ գլուխի մեջ շեշտեց ասելով թե եթե եկեղեցի մեջ սեր չկա բոլոր բարգևները անօգուտ են եւ ենթադրական օրինակներով շեշտեց սիրո անհրաժեշտությունը եւ աղեկ ջամփան անոց արչե բարձեց որ է սիրո ջամփան ներկայացնելով սիրո հատկությունները ինչ որ տեսանք 13-րդ գլուխի մեջ երբ սերտեցինք իսկ 14-րդ գլուխի մեջ զանազան օրինակներ ներկայացնելով Արաքյալը գճանա հասկացնել որ եկեղեցի մեջ անհասկանալի լեզուներով խոսիլը թատրեցնեն այդ առնչությամբ Արաքյալին կործածած ամենազգայացունց խոսքերեն մեկն էր եթե բոլոր եկեղեցին մեկտեղ կա ու ամեննալ օդար լեզուներով խոսելու ըլլան պիտի չսեն թե դուք խենթեցեր եք 20-րդ համարի մեջ կգարտանք հայերենը խենթեցեր թարգմանված է հունարեն բնակիրը գսե մենեստե որ թիվահարած կնշանակե եւ Արաքյալը գսե եթե բոլոր եկեղեցի մեկտեղ կա ու ամեննալ օդար լեզուներով խոսելու ըլլան պիտի չսեն թե դուք թիվահարված եք այս է շիդակ թարգմանությունը
Գփափակիմ Աստուծո օգնությամբ եւ այս ուղությամբ ցեզի հետ բաժնեկցիլ իմ գադարած համեստ ուսումնասիրություններուս իբր եզրակացություն գարկմը ճշմարտություններ ներկայացնել, որովհետև շատեր քաչալերեցին այս ուղությամբ խոսիլ, անոր համար ցեզի հետ պիտի բաժնեկցիմ եւ լայն ծավալի վրա բացատրություն պիտի դամ այս հարցին նկատմամբ։ Ուրեմն գարկմը ճշմարտություններ ներկայացնել ցեզի հիմք ունենալով առաջին Աստվածաշունչը, երկրորդ հեթանոսած ազգած պատմությունը, իսկ երրորդ եկեղեցվո հայրերեն այս առնչությամբ գարկմը վկայությունները։ Ցեզի հետ պիտի բաժնեկցիմ եւ գահավադամ, որ շատեր պիտի օգտվին, շատեր, որոնք շվարած են, պիտի ըսկաստանան եւ շատ սխալ միտքեր պիտի սրբակրվին։ Վերջին մի քանի տասնյակ տարիներուն հարյուրավոր հարանվանություններ ու խմբակներ մեջտեղ եկան 1001 անուններով, որոնք ասոնք կարևորություն տվին խանդավառ երաժշտությամբ, չեր պաշտամունքին, ըստ իրենց փարապանական ծառայություններուն, քան թե Աստուծո խոսքին ճշմարտությունները փոխանցելու եւ եկեղեցի հաճախողները ճշմարիտ հավատքի մեջ հաստատելու։ Իրենց քարոզը եղավ շինցու պատմություններ եւ չափազանցված հրաշներով լեցուն փորձառություններ։ Այս հարանվանությունները գոչվեցան խարիզմատիկ եւ բենտեկոստիական։ Այս խմբակներուն առաջնորդները գհավադան, թե վերջին օրերուն Քրիստոսի եկեղեցին զարթոնք պիտի ունենա եւ հրաշագործ Աստված Սուրբ Հոգին միջոցով զիրենք պիտի կործածե։ Փեմերու վրա ու սրահներու մեջ չերմ երկեցողություններով ու երաժշտությամբ ադոնց աստեցության դակ ալելույաներու աղաղակներով եւ քարոզիչներու փեմերու վրա աջ ցախ երթալով չերմ ու թրագամ պատկամներով գգարձեն, թե աբացույցեր են, որ իրենք Բենտեկոստեի օրը հիմնված եկեղեցին շարունակությունն են։ Ուստի ճշմարիտ Քրիստոսի եկեղեցին, իսկ մույսները մահակունի մեջ են, մեռած եկեղեցիներ են, հոն Աստուծո հոգին չկործեր։ Այս մարդիկը իրենց շուրջը հավաքած մարդոց գհամոզեն, որոնք հոգևոր դքիդության մեջ թաղված են, ոչ Սուրբ Գիրքը գգարտան, ոչ Սուրբ Գիրքը գսերդեն, ասոնց գհամոզեն չեր պաշտամունքներով, ալելույաներով ցույց տալ, որ Սուրբ Հոգին մեր մեջ գկործե։ Այս մարդիկը Քորձ առաքելոցի մեջ գադարված երևելի թեփքերը ու այդ թեփքերուն առընթեր ըսված խոսքերը բադվերներու գվերածեն եւ վարդապետություն շինելով գուսուցանեն, շեշտելով, որ այդ թեփքերը մեր հետ գբադահին եւ գգադարվին եւ պետք է գադարվին, եթե պայմանները լրացնենք, որովհետև գսեն քրված է։ Դժբախտաբար մեր հայրենիքը զերծ չմնաց այս հոսանքեն։ Հազիվ իր թռները բացավ 1988 երկրաշարժեն ետք բենի հինին նման թրամի զորությամբ ու ոչ թե Սուրբ Հոգին ծայրահեղ ուսուցումները ներմուծեցին ու բարզամիտներուն եւ հոգևոր դքիդության մեջ եղողներուն քերի վերցուցին, ուղեղնին լվացին այն աստիճան,
որ անոնք սկսան մույս եկեղեցիները անարգել, մանավանդ մայր եկեղեցին ու նախադել գարձելով թե Աստուծո խոսքը ցերկերնին գբայքարին վասն ճշմարտության։ Թշվախտաբար ասոնց թիվը երթալով գբազմաբատկվի ինչպես ըսի այս մարդոց համար եւ ասոնց հետևորդներուն համար կարևոր չէ Աստուծո խոսքին ողջամիտ վարդապետությունը լսելը ասոնց համար կարևորը չեր բաշտամուկ մգա ձափառություններով փեմերու վրա սրաներու մեջ օրորվելով ցածկելով ինչպես փեմերու վրա գարմը մարդիկ գցածկրդեն եւ գրակ գորան fire ասելով որպես թե Սուրբ Հոգին գրագը իրենց վրա իջած է եւ անոր չերմութենեն չեն թիմանար գցածկին եւ այսպեսով ինքսինքնին գխապեն թերասանություններ ընելով եւ բարզամիտները գխապեն եւ այս է ցավալին որ մարդը չուզեր ժամանակ դալ Աստուծո խոսքը սերդելու եւ այդ քարոզիչներն ալ ժամանակ երբեք չեն դար Աստուծո խոսքը ուսումնասիրելու սերդելու բրբդելու հաբա փեմգելեն ասելով Սուրբ Հոգին ինչ որ ինձի դա ցեզի պիտի փոխանցեմ եւ քարոզի գսկսին շինցու պատմություններով ոչ սկիզբունի ոչ վերջ ոչ նյութը հայտնի է ոչ մեկ նյութ հստակ է այնպես որ բայց մարդիկ գախորժին մարդկային պատմության մեջ երբ կտեսնենք անհասկանալի լեզուներով խոսելու երևույթը այս ուղղությամբ հետանոս ազգերու պատմութենեն ջող դեղեցություններ ունենք ցավալի երևույթը այն է որ այս քարոզիչները ոչ ազգած պատմություններ են դեղյակ են ոչ ալ հրյա մշակույթեն դեղյակ են Աստուծո խոսքը մեկնողը քարոզողը պետք է ազգած պատմություններեն դեղյակ ըլլա որբեսի Բողոս Արաքյալին գարմը խոսքերը շիդակ հասկնա եւ ուղիղ մեկնե նաեւ հրյա մշակույթին ծանոթ ըլլալու է որբեսի Տեր Հիսուսի գարմը խոսքերը շիդակ հասկնա եւ ուղիղ մեկնե ուրեմն այս ուղղությամբ ճիշտ այս անհասկանալի լեզուներու հարցով հետանոս ազգերու պատմութենեն ջող դեղեցություններ ունենք հետանոս փիլիսոփաներ պատմապաններ գխոսին գրաբաշտական սովորություններու մասին որոնց մեջ է նաև բաշտամունքի ընթացքին անհասկանալի լեզուներով խոսիլը Քրիստոսի առաջ 429-347 թվականներուն Բղադոն, Սոկրատ, Լատինիոս, Վիրգիլիոս եւ ուրիշներ գխոսին հետանոսական բաշտամունքներու ընթացքին դաջարեն ներս եւ դաջարեն դուրս գդարվող էքստատիկես միստիրիոդիսներու մասին էքստատիկես կնշանակե զմայլում միտքի հափշտակություն անոնք շատ անգամ գհիշեն իրենց քրություններու մեջ որ իորո թելեստես կնշանակե սուրբ արարողություն ուրեմն այս մարդիկը շատ անգամ իրենց քրություններու մեջ գհիշեն Քրիստոսի առաջ իերո թելեստեսիներուն ընթացքին անհասկանալի լեզուներ գլսվեին ասելով Բղադոն գսե անոնք միտքի հափշտակություն ունենային եւ իրենց անձերեն դուրս ելնելով անհասկանալի լեզուներ գխոսեին միշտ բարձրացային ու դարօրինակ եւ անփնական շարժումներով Յոսիֆոս պատմապանը գսե շատ մը բաշտամունքներ քախնի գլային եւ միստես բաշտամունքի խորհուրդները գադարող քահանան այսպես կգոչվեր միստես քահանաները
այս պաշտամունքի խորհուրդները կգադարեին։ Ասոնք գարկմը լվացումներ ունեին եւ որոշ բաներ գուտեին եւ գհավադային ասոնք, թե այդպես անելով մահվան գահախտեն։ Վիրգիլիոս կնկարագրե Դելֆուզի մեջ գդարված պաշտամունքներու ընթացքին եւ անգե յետ Զմայլումի պատճառ եղող երևույթներու մասին։ Վիրգիլիոս պատմաբանը Դելֆուզի նկարագրությունը գնե Դելֆուզի շրջանը Գորոնթոսեն մեկ ժամ թեպի Հյուսիս գտնվող լեռնաշղթան է, ուր ես հաջող գտնված եմ, հնություններ կան անդեղը, այնպես որ զբոսաշրջիկներ հաջող կերտան հոն։ Ուրեմն Վիրգիլիոս կնկարագրե հոն գադարվող թեփքերը, որոնք էին մեկ բարձր ցայներ, երկրորդ անփնական ցևեր, երրորդ այլանդակ շարժումներ, իսկ չորրորդ անհասկանալի խոսքեր։ Ինչ որ քիչ առաջ հիշեցի, գարկմը մարդիկ փեմերու վրա այս շարժումները գնեն, որպես թե Սուրբ Հոգին գրագը իրենց վրա իջած է։ Անոնք Սուրբ Հոգի գողոլովեն, բայց Սուրբ Հոգին հետ որևէ գործ չունին։ Միջին արևելքի երկիրներու մեջ, ինչպես Փյունիգե, Բաղեստին, Եգիպտոս, Փոքր Ասիա եւ Եվրոպա, հատկապես Իտալիո եւ Հունաստանի վրա հեթանոսական մշակույթը գիշխեր եւ բազմաթիվ աստվածներ, գրադուներ ու պաշտամունքի վայրեր գային։ Գսվի որ հինադեն Քրիստոսը շատ առաջ Հունաստանի մեջ մարդոցմե ավելի աստվածներ գոյություն ունեին։ Ասկայնով բավարարվինք, եթե դերը գամի պիտի շարունակեմ այս նյութը քալ ուրբաթ, շեշտելով գրաբաշտական սովորությունները, որոնց մեջ կա նաև անհասկանալի լեզուները։ Ոչ թե հրեշտակներու, ինչպես այսօրվանները գողոլով են, գսեն թե իրենց խոսածը հրեշտակներու լեզուներ են։ Երբ կհարցնես թուք հրեշտակներու խոսակցությունը լսած եք, անոնք ոչ կսեն, լավ ինչեն գիտեք թե ձեր խոսածը հրեշտակներու լեզու է, պատասխան չի գա։ Աստված ողորմի եւ այցելե բոլոր անոնք, որոնք մոլորած են եւ սատանային ծուղակի մեջ ինգած են։ Ասոնց մեծամասնությունը բարզամիտներ են եւ հոգեվոր դքյութության պատճառով այդ ծուղակի մեջ ինգած են։ Դերը ցեզ օրհնե, եթե դերը գամի քալ ուրբաթ պիտի շարունակենք։ Աստված ցեզ իր շնորհքի մեջ բահե եւ գթելատրեմ ցեզմե, որ Աստուծո խոսքը գարթակ, ուսումնասիրեք, բրբդեք, սերդեք եւ եթե գրնակ ազգած պատմություններնալ այսօր շատ թյուրությամբ գրնակ դեղեցություններ քաղել Քրիստոսի առաջ դիրող ասկերու մշակույթներու, այնպես որ ցեզ Աստուծո շնորհքին գանցնեմ իբարս երրորդության ամեն